Կխնդրեի մի քանի մանրամասն ամեն դեպքում ներկայացնել։ Տեսեք, որպեսզի դուք վստահ լինեք, ամեն ամիս ինչ որ բանի մեջ կմեղադրեն։ Խնդիրը մեղադրանքը չէ, անգամ պատկերացում չունեմ։ Երբ որ գնում եմ արդեն որի-օրդ անգամ նայում եմ, պատկերացում չկա։ Իրանց խնդիրը սահմանափակելն է քաղաքական օպոնենտին, բայց ուղղակի չեն հասկանում, այս մի տարի ուսումնասիրում են ու չեն հասկանում, որտեղ հակառակ էֆեկտ է տալիս։ Իրանք չեն կարա տենց։ Իրանք պետք է իրենց քաղաքականությունը երկրում փոխեն, երկրի կրոնական քաղաքականությունը փոխեն, ընդհանուր երկրին ու մասնավոր սեփականության վերաբերյալ քաղաքականությունը փոխվեն, արտաքին քաղաքական մոտեցումների մեջ հակադրություններից դուրս գան։ Էդի կբերի Պարոն Կարապետյան, եղել եք քննչական։ Հրաժարվել եմ, իհարկե, կանչել են, չէ, մի քանի անգամ այս ընթացքում եղել է, այդքան էլ Հրաժարվել եք, այսինքն առհասարակ ցուցմունքեր չեք տվել։ չէ, դե իմաստ չկա դες։ Ի հարցը արտահանման կապված էլի, բարբերաբար իշխանությունն ասում է, որ արտահանման արդյունքը Ռուսաստանի։ Այսինքն որ դուք հասկանաք, ոչ մեկին դա հետաքրքիր չի։ Իր ոչ մեկին այս process-ի մեջ դա հետաքրքիր չի, բոլորին հետաքրքիր է քաղաքական process-ներ առաջ տան։ Արտահանման սահմանափակումների հետ կապված վարչապետը բարբերաբար ասում է, որ քաղաքական ենթակոծն է, սակայն երեք միաժամանակ հայտնեց, որ ինքը վաղուց տեղական աջակցվածություն չի ուտում որակի խնդիրների հետ կապված։ Այստեղ դուք հակասություն չեք տեսնում։ Հիմա զուգ աճեցնողներն են արդեն մեղավոր։ Տեղական զուգը շատ որակով զուգ է, դրա համար է տասնյակ միլիոններով արտանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Մենք լինելով, պատկերացեք, ծովի ելք չունեցող երկիր, կարողացել է մեր գործարարը նենց բան հնարի, որ աշխարհի 7 ծով էր Ռուսաստանի շուրջը, 7 ծով ունեցող Ռուսաստանին, այդքան մեծ լճային պաշար ունեցող Ռուսաստանին զուգ վաճառի։ Հայ ձեռնարկատերը կարողացել է Հայաստանից լարսով, դժվարությամբ հասցնի այնտեղ զուգ։ Միլիոններ, տասնյակ միլիոնների։ Այդ մարդկանց մի հատ գնահատանքի խոսք չկա, ասում է զուգը լավը չի։ Պարոն Կարապետյան, նաև այսօր պարզ դարձավ, որ Դարպասներն էլ լավը չէր, դա դարպասներն էլ լավը չէ։ Պարոն Կարապետյան, նաև այսօր